Մենք հիմա գնում ենք ադրբեջանացման ճանապարհով ամբողջ թափ։ Ահազանգում է Արամ Մանուկյանը, որ 1995 Գերագույն խորհրդի ամբիոնից առաջինն է ընթերցել անկախության հռչակագիրը։ Հավատարիմ մնալով Մանուկյանն ասում է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները Հանրաքվեն։ անկախությունը պահել չպահելու հանրաքվեն։ ՀԱԿ ներկայացուցչի հիշեցմամբ Հայաստանի իշխանությունը Ալիևի պահանջով ուզում է սահմանադրությունից հանել անկախության հռչակագիրը, տապալել երրորդ հանրապետությունը, իրական Հայաստանով ջնջել պատմական Հայաստանի հիշողությունը։ Հրաժարվել հայոց ցեղասպանության ճանաչումից, Արցախի հայկականությունից, թիկունք դարձնել հայ առաքելական եկեղեցուն, որ մեր ժողովրդի գոյության հիմնասյուներից է։ Մեր հայցերը եվրոպական միջազգային դատարաններից հետ վերցնել, այսինքն մենք այդ առումով որպես պետություն այլևս չենք։ Կեղծ ու ժամանակավոր է այն խաղաղությունը, որը հիմա իբր կա Հայաստանի ու Ադրբեջանի միջև, պնդում է Արամ Մանուկյանը, ներկայացնում խաղաղության ՀԱԿ-ի հայեցակարգային տեսլականը։ Խաղաղության դրույթը մեր համար կոնցեպտուալ է, այդ խաղաղության դրույթը բալանսավորված քաղաքականությունն է, երկու կոմպոնենտ է։ Մեկ արտաքին դիվանագիտական կոմպոնենտ, որը նշանակում է բոլոր ռազմավարական ընկերների հետ պահել հարաբերություններ։ Միացյալ Նահանգների, Եվրոմիության, Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի։ Դա է մեր փրկությունը։ Լրիվ հնարավոր է։ Հայաստանի ինքնիշխան խաղաղության մեխը Հայաստանն Իրանին կապող երկաթուղու կառուցումն է։ Պնդում են ՀԱԿ ներկայացուցիչները, ավելացնում Հայաստանի զարգացումը թրիփ գումարած BRICS ծրագրով պետք է լինի, ոչ թե Զանգեզուրի միջանցք, այլ հանգույց ձևաչափով։ Ռուսները իրենց շահերն են հետապնդում, Իրանը իր շահերն է հետապնդում, Վրաստանը Իրանը, որտեղ իրենց ապրանքները աշխատում են այստեղ ինքնուրույն։ Եվ արևելքն ու արևմուտքն էլ, եթե թրիփը իրականանում է, Ղազախստան, Թուրքմենիա, արևելք, էլի է ծրագիր իրականում։ Հայաստանը դառնում է տրանսպորտային հանգույց, խաղաղության հանգույց։ Եթե Փաշինյանը մնա ու Ադրբեջանին անկլավներ հանձնի, Հայաստանը կկորցնի ոչ միայն Վրաստանի, այլև Իրանի հետ կապը, ասում է Արամ Մանուկյանը, ընդգծում ՔՊ-ին կարող ենք հրաժեշտ տալ խորհրդարանական ընտրություններին ակտիվ մասնակցելով։ Շատ մասնակցության դեպքում իր ստանալիք տոկոսները քիչ են, քչի դեպքում շատ են։ Արփիս Քեսյան, Հենրիկ Համազասպյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։